Բարեարև իմ սիրելի հետևորդներ, այսօր սիրելի հայեր, այսօր մայիսի 31-ն է, իմ օրացույցով Նեպտունի օրը, եւ նաեւ այսօր Լիալուսնի օրն է, արդեն առավոտյան դա տեղի ունեցել Հայաստանի ժամանակով, եւ դա ոչ այդքան լավ Լիալուսին է, ծանր ընդհանրապես մայիս ամիսը ինքը ծանր էր իր էներգիաներով, ես այդպես մի փոքրիկ աուդիո ձայնագրություն էի թողել, որ ինքը ընդհանրապես ծանր կլինի եւ նախընտրել եմ որ դուք հանգստանաք, եթե հնարավորություն ունեք, ուրեմն մի քիչ ավելի այդպես քչացրեք աշխատանքը եւ ավելի շատ հանգստացեք եւ այդ ծանրությունը բնականաբար ես եւս հետևեցի իմ խորհրդին եւ որոշեցի գոնե մի քիչ հանգստանալ, որտեղ շատ ծանր է անընդհատ ուրիշի խնդիրները լուծել, այդպես ծանրաբեռնված ուղակի ուժասպառ ես լինում, որովհետեւ դա ի վերջո գիտեք ինչ, կոֆեի բաժակ նայել չի կամ կարտ գցել չի, կարտը գցես, ասես այս քարտը դուրս եկավ, քեզ կլինի այս հաջորդը, հետո հաջորդին այս քարտը քեզ դուրս եկավ, գնա, դու նստում ես կոմպի դեմը, համակարգչի դեմը ու ժամերով աշխատում ես, որպեսզի ուրեմն կարողանաս անցկացնել խորհրդատվությունը, սա մեկ, երկրորդը, քանի որ խոսում ենք այս թեմայով, ես ուղղակի մի քանի այդպես անդրադարձ ունենամ եւ ինձ գրում են, կասեք սա ինչա լինելու, կասեք սա ինչա լինելու, կամ ինչա սպասվում, այս ինչին, ասեն գրում են, ես ձեզ ասել եմ արդեն, հիմա տեսեք հայտարարում, որովհետև բոլորն են լսում, այսքան բոլոր կենդանակերպի նշանների ներկայացուցիչները, գիտեք, եթե դիմում եք ինձ, ուրեմն իմացեք, որ ձեր ծննդյան ժամը պետք է հաշվարկվի։ Եկեք դա չքննարկենք, այստեղ ֆինանսական հարցը չի, այստեղ իմ ուրեմն այն հարցն է, որ շատերն են ասում, նույնիսկ ծնողները ես եմ ունեցել, չգիտեմ, հետո ասեմ կներեք, դուք ճիշտ էիք։ Ուրեմն, եթե ես ժամը չգիտեմ, ստույգ ձեր ասելով, ձեր ասելը երբեք ճշգրիտ չի լինի, միայն Ամերիկայում ծնված կամ Եվրոպայում ծնված այնտեղ ծնվածներին են ճշգրիտ գրում։ Այդ դեպքում ես ասում, օքեյ, եթե այնտեղ եք ծնվել, խնդիր չկա, ձեր ժամը ճիշտ է։ Իսկ եթե Հայաստանում են ծնվել, այդ ժամը չի կարող, ծննդյան ժամը չի կարող ճիշտ լինել եւ այնտեղ լիքը նրբություններ կա, որին դուք տեղյակ չեք։ Ես մինչև չհաշվարկեմ, այստեղ ես պետք է գտնեմ ձեզ, պետք է մտնեմ ձեր էներգետիկ դաշտը, գտնեմ ձեզ, սա մեկ, երկրորդը առանց ժամը իմանալու ինչ որ մի բան ասել, դա չափազանց անգրագիտություն է, տգետ է։ Չի կարող տգիտություն է դա, չի կարող, ասենք եթե ինչ-որ ավանակը վերցնում է հեռախոսը, ասենք սենց հեռախոսը վերցնում է ավանակը, ու նայում ասա, սենց յանեք, ասեք մի հացա, ասեք մի հատեսի, այն մարդիկ մի ամիջ չեն հասկանում, չէ, ավանակն էլ վերցնում է, պտի ժամը լրացնի, չէ, էշեշ մի բան ասի, ուրեմն վերցնում է, սա այսպես կլինի, սա այսպես կլինի, հասկանում եք, ավանակ, եթե դու ժամը չգիտես, ընդհանրապես իմացեք, ասեմ մարդիկ, դուք իմացեք, որ եթե մարդը ժամը չգիտի, նայել ճիշտ այստեղ կոսմոգրաման է, բայց բոլոր դեպքերում հարցին դու չես կարող պատասխանել։ Այնտեղ որոշակի բաներ կարող ես ասել, բայց կոնկրետ հարցին չես կարող պատասխանել, որտեղ անպայման դու պիտի ժամը իմանաս ու տգետին ասենք ստեղ էս բոշեկը չեն կարա միանան էներգետիկ դաշտին եւ այլն, այստեղ նորմալ մասնագետ չկա, հա, որ այդպեսի բան լինի։ Ու նստած սա էս կլինի, զբաղացնում են էլի ժամանցային աստրոլոգիա դա կոչվում, այդ աստղագուշակությունը ավելի շուտ ես կասեի, ու դες նստած ժամանակ են անցկացնում, բայց ես խնդրում եմ, որ դուք ավանակների այդ արածները կամ բառապաշարը չբերեք ինձ մոտ եւ չշփոթեք պրոֆեսիոնալ աստրոլոգիայի հետ եւ իմացեք, որ օգտվելով առիթից ասեմ նրանք, ովքեր նայում են ավանակներին, բոշեքին, գուշակներին, թողի մեջից դուրս գան, որովհետեւ մարդ չի կարող լսել Հակոբյանանը, հետո գնալ լսել ավանակ գուշակություն, հասկացաք, դրանք շատ տարբեր բաներ են եւ ես ստիպված արդեն փոխում եմ իմ մասնագիտական այսպես անվանումը եւ դրան այս ասացի կանդրադառնամ, որ փչացել աստղաբաններից ես այլևս աստղաբան չեմ կոչվելու, ես դա փոխում եմ որպես լեզվակետ, ես դա ձեզ կբացատրեմ, թե դա ինչ է նշանակում, հավանաբար հաջորդ հաղորդման ժամանակ եւ հիմա պարզապես շատ են դիմում, ես մի գրեք խնդրում եմ, ես ոչ դասավանդում եմ աստրոլոգիա եւ ոչ էլ ասենք որ հարցեր եք տալիս, շատ մասնագիտական հարցեր կա, որը մի բառով չես կարող պատասխանել, հասկացեք դա մի ամբողջություն է։
Եվ չես կարող այս մոլորակս էս ինչ տեղ այս ինչ է նշանակում։ Ես չգիտեմ ինչա նշանակում, որտեղ ամբողջականը պետք է նայեմ։ Ես ձեզ ասում եմ պրոֆեսիոնալ աստրոլոգիան մի շփոթեք գուշակության հետ հարգելիներս, լավ։ Եվ եթե դիմում եք Աննա Հակոբյանին ձեր քարտեզը ճշգրիտ խորությամբ վերլուծելու համար եւ որպեսզի դուք ստանաք ձեր բոլոր հարցերի պատասխանները, այդ դեպքում պետք է հաշվարկվի ձեր ծննդյան ժամը։ Սա իմացեք, դիմելիս էլ ինձ մի ասեք, ոնց է, ինչ է, ես պիտի հաշվարկեմ։ Դա ոչ թե գումարի մասին է, ոչ, ես ուղղակի պետք է հաշվարկեմ, ինքս գտնեմ, այդ մարդուն մտնեմ, այդ մարդու էներգետիկ դաշտը, որպեսզի ես կարողանամ կոնսուլտացիա անեմ, ձեզ խորհուրդ տամ ու ասեմ ինչ եմ տեսնում, ինչ է կատարվում։ Եվ այդ ամեն ինչի ճշգրիտ, գիտեք, այն ինչ որ ես անում եմ, այն կանխատեսումները, օրինակ Իրանի հետ կապված, որ ես ասացի ոչ մի ես Facebook-ում գրել եմ, այդպեսի անհանգստություն չկա, ես ասացի իմ վիդեոներից մեկում, ես ասացի, որ Ամերիկայի համար ավատ լինելու կարծեմ ժամանակի խճանկար ինչ որ պես էր կոչվում, ինքը 15 րոպեանոց վիդեո է։ Փաստերով ամեն ինչը կա, ես այդտեղ ասում եմ, որ Ամերիկայի համար լավ չի լինելու, այսինքն դեռ նոր էր սկսվել պատերազմը, ես դա ասեցի եւ օգտվելով առիթից ասեմ, որ առաջիկա տարիներին Ամերիկայի համար լավ չի լինելու։ Այնպես որ այնտեղ մեր հայրենակիցները թող իմանան, իրենց գլխի ճարը տեսնեն։ Ահա, այսքան չի լինելու այնպես, ինչպես էր։ Սա ուրեմն այն մասին, որ եթե ինձ եք դիմում, որ մեզ պետք է ժամը հաշվարկեմ, որտեղ սա լուրջ պրոֆեսիոնալ աստրոլոգիա է եւ ուրեմն ես գուշակների հետ կապ չունեմ, իմ անունը չկեղտոտեք եւ այդ գուշակների կողքին չդնեք, լավ։ Սա այսպես հաջորդը ուրեմն ես ասել էի, որ ասացի Facebook-ում գրել եմ, որ ես առանձնապես չեմ զգում անհանգստություն, հա, որտեղ ամեն ինչից անկախ քարտեզը նայել եւ այլն, ես զգում եմ այդ էներգիան, եթե գալիս է էներգիան, ինձ անհանգստացնում է, ես ասում եմ, ես անհանգստանում եմ, չոր բան լինելու։ Ոնց որ ես 20 թվականին ասում էի մահեր են լինելու, շատ վատ էի տանում, շատ ծանր էր ինձ համար, հա։ Այդ ժամանակ ես չունեի, ես դա գրեցի Facebook-ում, որ ընկերներ, ես չեմ զգում դա։ Բայց երբ եկավ ապրիլի կեսը, ես զգացի ինչ որ էներգիա ինձ եկավ, ինչ որ ինֆորմացիա եկավ, որ իրարանցում լինելու է ամեն դեպքում եւ դա ինչ որ մահափորձ Տրամպի վրա, նո այդպես ասենք, նո ասացին որ դա ֆեյք է, դա իրական չէ, բայց բոլոր դեպքերով որքան էլ ֆեյք եղան կրակոցներ, եղավ իրարանցում, այսինքն ես այդ իրադարձությունը տեսել էի ու դրա համար աուդիո ձայնագրությունը թողեցի, որ լինելու է 20-ից մինչև ամսվա վերջ, ես ասացի կլինի ուրեմն ինչ որ մի իրադարձություն վատ լարվածություն եմ տեսնում եւ հենց 26-ին թե 27-ին Տրամպի հետ այդ դեպքը եղավ։ Այսինքն եւ ինչ լիներ բանը, որ մեկը գրել էր, որ Հակոբյան Աննա դե ասեք նոր է սկսվել մարտի սկզբներն էր, կարծեմ, հա, ասեք ինչա լինելու, մենք ինչ պաշտպանվենք, բա որ հեսա հարցակվելու են, այստեղ ինչ որ պայթյուններ կլինի եւ այլն վտանգ են զգում, ես ընկերներ, իմ վիդեոյում ես դες նման բան չեմ ասել, ես չեմ ասել ընկերներ հեսա հարցակում են Իրանի վրա, այս վիճակն է լինելու, կպատրաստվեք, ուրեմն այս դեղերը կառնեք, կգնաք կմտնեք նկողները եւ այլն, ես այդպես բան չեմ ասել, չէ՞ ձեզ, ինչ եք խոճապի մատնվել։ Այ հիմա գանք հասնենք ավանակին։ Ավանակը ձեզ ասել էր, որ մարդկանց ասել էր մարտի սկզբին ասել էր, որ պիտի հարցակվի Ադրբեջանը հարցակվի Իրանի վրա, չէ՞։ Ադրբեջանը Իրանի վրա չհարցակվեց։ Հիմա եթե այն մարդիկ, ովքեր լսում են ավանակներին, բոշեքին, հետո գալիս են ինձ մոտ այդ խոճապը սկսում են ստեղծելու, վայ դուք ասեք ինչ անեք բան, ես դες բան ասել եմ, որ դուք խոճապ եք առաջացնում։ Ես չեմ ասել, բան չեք իմիջում նման հարցեր ինձ տալիս։ Նրանք ովքեր նայում են ավանակներին, բոշեքին, գուշակներին, այդ տականքներին, այդ թափթփուկները, դա ամենացածր խավն է։ Ովքեր նայում են դրան, իմ էջում դուք անելիք չունեք, կարաք դուրս գաք։ Ես այն մարդը չեմ, որ փողով քանակ առնեմ, շատացնեմ կամ այդ ավանակը գոմերով վազեմ, գոմեր։ Ես այդ տաղավարները անվանում եմ գոմեր, որտեղ այդ գոմերը նախատեսված է այդ ավանակների համար, որ գնան նստեն այնտեղ խոսան վերելքներից։ Հասկացա՞ք, որ գնան ասեն Ադրբեջանը հարձակում է Իրանի վրա, մարդիկ էլ խոճապի մեջ ընկնեն, ու հետո ինձ հարցնեն ինչա լինում, ինչ չի լինում։ Այդ գոմերը դրա համար են։ Բա ավանակ, այսինքն չէ ավանակ, որովհետև
գալիս է որերորդ անգամ, այնտեղ շատերը գրում էին, լավ դու ինչքան կարաս խաբես։ Ես այդ մարդկանց խորհուրդ կտայի, որ ուղղակի չնայեին, որտեղ ինքը ձեզ խաբելու է, կարող է սպասում եք մի օր, որ մի 10 անգամ, 100 անգամ խաբել է, 101-ը չի խաբելու, նա ավանակ է։ Նրա այն ժամանակ, երբ որ ինձանից գողանում էր, բառերը փոփոխում էր, նույն իմաստը ինքը ներկայացնում էր։ Որ բանը մունատ էր գալիս, ես 3 քարտեզից եմ օգտվում, բա ավանակ ոչ խարան ասում, բա որ 3 քարտեզից ես օգտվում, ինչ ես սխալ բաներ խոսում։ Ոչ մի ճիշտ բան չես կարողանում ասես։ Վերելք է լինել, հորդ վերելք նա 21-22 թվականից վերելք է լինել, ասում ընկերներ, վերելք չկա։ Մենք տարածքներ ենք հանձնում։ Հիմա ելեկան ընդերքը Ամերիկան վերցրեց, ասեց մելա տալիս, ասում այս ընդերքները այս հատվածը վերցրու դու, այն հատվածը կտանք Ֆրանսիային, Եվրոպային, այս հատվածը կտանք թուրքերին, մարդը բաժանում է։ Իսկ ով էր դրա մասին ասել, եկավ չէ, կան վերցեց, չէ, Ռուբիոն ստորագրեց գնաց, չէ, Մարկո Ռուբիոն։ Դրանցալ առաջ DJ Vance կամ JD Vance։ Ինքը չէ, եկավ տենց անպայման դուք ընտրվեց եւ այլն, ինչեւ է 20 թվականին ով էր ասել, որ սա հաթաթ Հայաստանը մաս ծախելու է եւ ինքը դրա վրա է եւ եթե ինքը անցավ ոչ մի կերպ դուք չկարողացաք խոչընդոտել, ուրեմն իմացեք, որ դուք հայրենիք չեք ունենա, հարգելիներս կլինեք ինչ-որ տենց ազգային ինչ-որ մի փոքրամասնություն եւ սա կարա լինի Արևմտյան Ադրբեջան, եթե մնաց հպարտը, շատ ծանր կլինի, շատ ծանր, արդեն Ռուսաստանին մենք հիշում եք, ես որ քարտեզը բացահայտեցի Հայաստանում 30 տարի հետո առաջին անգամ բացահայտեց քարտեզը իրական Հակոբյանն, բնականաբար, ու բոլշևիկը չէին բացահայտելու, չէ։ Բացահայտեց Հակոբյանն եւ ասեց, որ մենք գտնվում ենք մեր տունը ջրհոսի նշանում է, որ Ռուսաստանն է եւ եթե մենք Ռուսաստանից դուրս գանք առանց քարտեզի փոխվելու, մենք մնում ենք օդի մեջ եւ դառնում ենք խոցելի։ Ես սա ասել եմ, սրա մասին խոսել եմ։ Եվ հիմա տեսնում եք դիտմամբ հասանում, դիտմամբ։ Ինքը ուզում է իր կաշին փրկի, ով իրան փող կտա, ով իրան կպահի, ինքը գնում է դրա կողմ, ինքը թքած ունի ժողովրդի վրա, որ եթե Ռուսաստանի հետ ուրեմն հարաբերություններ լարում է, այստեղ գազը կարող են կտրել, այստեղ մենք մնում ենք լրիվ անպաշտպան, արդեն մեզ մտցնելու է լրիվ Թուրքի տակ, լրիվ մտցնելու է Թուրքի տակ, Թուրքիայի տակ եւ արդեն միրգ բանջարեղեն չեն կարողանում ծաղիկների պատմություն արդեն գիտեք չեն կարողանում արտանեն ճիշտ անում բա կարող է տենց ինքը փող տակես բայ դու գնաս ընկնես նրա գիրկը տենց չի լինում շատ ճիշտ է անում ինքը օ դեռ ընդեղից էլ պիտի մարդկանց ուղարկի որ այդ մարդիկ գան այստեղ իր գլուխը ջարդեն որ ասեն քո պատճառով քո քաղաքականության պատճառով մենք այս վիճակին ենք եւ որ այն մարդիկ որ Ռուսաստան են Պուտին են անպատվում Ռուսաստանն են անպատվում կամ էլ մյուսին են անպատվում ոչ մեկին մի անպատվեք է մեղավորը հոգեխանգարված գիժն է որ չի կարողանում երկիր ղեկավարի ինքն է պատասխանատու ինքն է այս երկրի բա լափում է միլիոնները իր երի թուրքերի հետ բա որ լափում ես այդքան փողը բայց ես կարողանում ես բանակցություններ վարես որ երկիրը լավ լինի խոսում է բանը մայրիկ ջան 10000 ավելացրել եմ 10000 ավելացրել բայց դու ասա թե ինչքան ես թանկացրել ամեն ինչ այն փաստաթղթային հարցերից որ մտնում ես տեսեք ասենք անձնագիրը հա եթե դու ուզում ես շուտ վերցնել ասենք դեպքա պատահել պետք է շուտ փոխես մնացել է մի խոսքով անձնագիր պետք է փոխես առաջ տալիս էին հաջորդ օրը վերցնելու համար 20000 էր այդպես պետական գինը ուրեմն չափը գումարի հաստատված էր հիմա այդ 20000 դարձել է 50000 այսինքն ես ձեզ $100-ից ավել մնացած կողքից մանր մունր ծախսերը բավականին արդեն գումար անում ես ձեզ ներկայացնում եմ մի օրինակով ուղղակի բերեցի որ դուք հասկանաք որ այդպես փաստաթղթային հարցերում ատոմային գներ է դարձրել դա իր հերթին եւ ընդհանրապես գնում ես խանութի ինչ-որ մի բան ես անում թանկացել է հետո այն վայսել է գիտես թանկացել սա նորից էլի թանկացել է սա էլ է թանկացել ինքը այսինքն 100,000-ի թանկացնում է բայց ասում ես 10000 մայրիկ ավելացրել եմ ցինիկ իհարկե իրան թքեցին իր երեսին եւ չգիտեմ նրանք ովքեր կգնան իրան ձեռքով կընտրեն հպարտին ուղղակի իրանք անիծված լինեն իրենց ամբողջ ընտանիքով 7 պողտով անիծվեք դուք որ այս Հայաստանը ուզում եք դարձնեք Արևմտյան Ադրբեջան անիծվեք դուք որ հոգեխանգարվածին մի հոգեխանգարված որը անընդհատ խափում է օրինական մարդիկ ովքեր հավատում են ես ուղղակի ապշում եմ գիտեք ասինքն հələ իշխանության գլուխ չանցած Աբաջանի պապիկով խափեց ուրիշ մարդու բերեց ասեց պապիկն է այնտեղ պատերազմը տարածքներ տրվում են պարտվում են սպարտվածնում է ծախել արդեն եւ
ասում ասեղ հաղթում ենք, որ ժողովուրդը չիմանա։ Հետո ասում Սերժ արդեն ծախել էր, ես անմեղ եմ, ես մեղավոր Սերժն է, բան, Պուտինն է, այն մեկն է, տենց 3 տարանոց կա էլի, տենց են, որ վերջում է ծյա, այ տենց է էլի պահում իրան։ Տղամարդը տես չի լինում առավելևս երկրի ղեկավար, այսքան բոլորը մեղավոր են բացի Իրանից։ Վայ որ Սերժը ծախել էր, բա ինչի Սերժին մահապատժի չընթարկեցիր, ինչի չդատեցիր, ասել գիտես Սերժ դու ծախել էիր։ Այս փաստերը բերիր դներ, ասել դու ծախել ես։ Այսինքն այս ժողովուրդը այնքան չգիտեմ անխելք ասեմ, դեգրադացված ասեմ, որ ցենց հիմար մեկ էլ կասեն, հա դե ինքը արդեն ծախել էր, դի Սերժը ծախել էր, էսել, որ Սերժը ծախել էր, Սերժը ինչի չի դատում։ Բայց ինձ չար չի արել, բայց ասի լավ, Սերժ դու ինքը որ ասում է դի նախկիններն են արել, բա նախկիններին դատի։ Բա Սերժին բեր դատեցի Սերժ, ասա դու այդ երկիրը ծախել ես։ Հասկանում եք ոնց են հիմարացնում։ Տեսնում եմ որ դիմացինը մասսան այդպես դեգրադացված է, այդպես հիմարացնում են։ Եվ գիտեք ինչ է հեշտ, ես հիմա հաղում անեմ աստրոլոգիան, ինչ է այդքան հեշտությամբ խափվում հայ ժողովուրդը անընդհատ խափվում։ Տեսեք, ես Պուրիմի պատմությունը ձեզ ասեցի, Էսթերի պատմությունը, չէ։ Հիմա մենք նույնը ԼՏՊ տականքից սկսած, որ այսօր մտել է իր տղում, ինչպես ասեմ, պատժերշկա անելու համար, ձայներ փոշիացնելու համար, այդ տականքը։ Նախագահան հակից է, սա էլ ես ասել եմ ծնվել է ԼՏՊ այլանդակության եւ Սերժի քաղաքական ամուսնությունից ծնվել էս ՆՌ եւ հիմա ինքը իր տղուն գալիս է օգնության ձայներ փոշիացնելու, որպեսզի ձայները տա հպարտին տականքներ։ Ես ձեզ ասեմ նաեւ որ ինձ որ հարցնում եք որտեղ է մեր փրկությունը, ես դա որպես գաղտնի գիտություն ես ձեզ ասեմ փրկությունը երբ որ ԼՏՊ-ն կմեռնի, այդ դիվային ամպերը կցրվեն։ Այն դիվային ամպերը, որ հիմա այսենց մենք դևերի ձեռքում ենք, ես երազատեսա հիմա կպատմեմ, այդ դիվային ամպերը կցրվեն։ Մենք հիմա դրանց ազդեցության տակ ենք։ Շատ ուժեղ, այստեղ էներգիան շատ վատնա հիմա Հայաստանում, շատ վատնա էներգիան։ Շատ ծանր է։ Նրանք ովքեր այդ թող գրեն մեկնաբանություն, նրանք ովքեր դուրս են եկել Հայաստանից, ասենք նրանք ովքեր շուշուտ են ներսու դուրս անում, ասենք շրջագայություն են գնում, այդքան չեն զգա։ Իսկ նրանք ովքեր դուրս են եկել, ասենք այստեղ են երկար դուրս են գալիս, արդեն իրանք զգում են այնտեղ ապրելու կամ հետո գալիս են ինչ որ ժամանակ մնաց հետո գալիս են, իրանք այդ ծանրությունը զգում են։ Այստեղ էներգիան շատ ծանր է եւ հայ ազգը կփրկվի միայն այն ժամանակ, երբ ԼՏՊ-ն գոյություն չի ունենա։ Իսկ քանի դեռ ինքը կա, սև ամպերը մեր երկրի դիվային այդ էներգիաները պատել են մեր երկիրը։ Սա ձեզ պատասխանը, որ դուք հարցնում եք, թե ուրեմն ոնց ազատվենք, որտեղ է մեր փրկությունը, այդտեղ է ձեր փրկությունը։ Իմացաք, երբ որ ինքը կմեռնի, ժամանակ դուք կփրկվեք։ Գիտեք այն հեքիաթը Կոշկավոր կատուն։ Երբ որ գնում է մուլտֆիլմը, որ իհարկե շատերը կան, բայց գնում է այդ հսկային, որ ասում է հրեշին դևին, ասում է, այ կարաս մուգ դառնաս, որ դու այդքան ամեն ինչի փոխակերպվում ես եւ այլն, դու այդքան հզոր ես, բան, խոշոր ես, կարաս պստիկ մուգ դառնաս, ասում է, հա, վայ, ինչ հարց կա, այսօր դառնա մի պստիկ մուգ, ու Կոշկավոր կատուն ուտում է։ Ու հիշում եք, որ ինքը իջնում է աստիճաններով, այդ կմախքներ, բան, այդ խավարը ցրվում է բոլորը, դառնում է գեղեցիկ ծաղիկներ, երեշտակներ եւ այլն, ինչ որ դրախտային մի վայր է դառնում։ Այ երբ որ այդտենց երբ որ ԼՏՊ-ին այդպես Կոշկավոր կատուն կուտա, մեր վիճակը այդպես մի անգամից կծաղկի, այդ դիվային բաները, ամպերը այդպես լրիվ իրանք կանհետանան։ Սա հումոր չի, սա ճշմարտություն է։ Ես ես ասում եմ, թե որտեղ է հիմա, ամենից որ պետք է սպասեք այդ օրվան։ Դա այդպես, ես երազս պատմեմ, իհարկե կանցնենք, ես ձեզ հունիսը կներկայացնեմ, բայց վաղուց որ չենք տեսել։ Այսպես խոսակցություն երկրային այնքան ասելիք կա, բայց ժամանակը սովա մեկ փորձենք, ինչևէ, հիմա տեսեք հունիսին, ավելի շուտ հունիսին չէ, ամիսներ առաջ, միգուցե անցյալ տարվա մեջ է դա գիտեք, երբ ես ասացի, որ ընտրությունների գնալ պետք չէ, այլ հարկավոր է բոյկոտել, որտեղ այդքան տարիների մեջ մի օր ունեք, որ ձեր ձայնը կլսեն, որ ձեզ խնդրում են եկեք, բան ընտրեք եւ այլն, մնացած օրերը ինչ են անում, կարմիր գլխարկները ձեզ
ասեմ էլի բառը քացուտակ են գցում, հենց այս տիպիկ ասեմ էլի, ոչ թե ծեծում են, հարվածում են, բան, sense չէ, շատ կոնկրետ ժողովուրդ հետ ձևով են վարվում, ինչ որ ես տեսել եմ, չեմ կարա ինչ որ ավելի նուրբ ասեմ, հա։ Այդ տենց են վարվում մնացած օրերը, 365 օր ձեր հետ վարվում են այդ կերպ, այդ օրերի մեջ։ Դուք ընդհանրապես դուք ձեզ պիտի հարցնեմ, չէ՞, այսպես զզվանքով, որ ասում էր։ Հիմա տեսեք, այդ օրներ, ես ինչ երազ տեսա, երազով, ու ես այդպես արտահայտեցի, այդ ժամանակ եմ տեսել այդ երազը, ուրեմն տեսա, որ տենց գեղեցիկ հագնված դեմքները չեմ տեսնում, մարդիկ են գալիս ու ես ասում ես ինչքան դեպեր են գալիս են ընտրություններին, հա, որ հերթական ղեկավարին ընտրեն, վարչապետին, այսպես ասած, գալիս են ընտրության։ Ես կարծում եի դա ինչ որ հոգևոր դաշտում էր փոխաբերական իմաստով էր, հա, դիվայն ուժեր են գալիս օգնելու, բայց դու մի ասա, բացի դրանից հենց ուղիղ իմաստով, որովհետև մոտ 1 ամիս առաջ եկավ, չէ, եվրոպական պատվիրակությունը, հետո Ռուբիո DJ Vance, հա, իրանք այդպես եկան եւ դա ես որ իրանք եկան զարմացա, որտեղ այդպես դեպք չէր եղել, որ մի շարք եվրոպական երկրների ղեկավարները գային Հայաստան։ Ու ես անմիջապես հիշեցի այդ երազս, հասկացա, որ փաստորեն ուղիղ իմաստով էր նաեւ, ու համենայնպես երազում ես իրանց ընկալեցի, ինձ այդպես մատուցվեց, որ դևեր են գալիս եւ իրենք ուրեմն եկան ու գիտեք ոնց էր իրանք ժողովուրդը այստեղ անկյունում էր, ոչ մի բան իրենից չէր ներկայացնում, այսինքն կծկված մի անկյունում, ես նայեցի ասի ժողովուրդը ինչ վիճակում է, այստեղ էր ես որպես գլխավոր դերակատար երազ տեսնող ես այստեղ էի եւ այստեղ էլ այդ սենյակներ, իրանք դևերը եկան մտան այդ սենյակ ու ես մտածում ասեմ հիմա իրանք այստեղ պետք է որոշեն հաջորդ փաստորեն ով է ղեկավարը լինելու եւ գիտեք ինչ եղավ, իրանք ինչ որ ժամանակ հետո դուրս եկան եւ մի մասը արչեվից, մի մասը հետևից տվյալ անձին գցեցին իրենց մեջտեղ ու տարան։ Հա, ու ես ասեցի, ես տեսա այդ անձին, իրանք այդպես գցեցին ու տարան ու ես ասի փաստորեն եկան ընտրեցին հաջորդին, հաջորդ ոնց ասած ղեկավարին ու գիտեք ինչ, այդ որ ես տեսա, որ ժողովուրդը այդ անկյունում կծկված էր, մի փոքրիկ գունդ էր երևում, այսինքն իրենց ոչ մի բան չէր ներկայացնում, դե ով է ժողովրդին հաշվի տեղ դնում, այդ դուք այտենց գնում եք, դա սատանական սիստեմն է, սատանան այդպես ասում է, վայ ժողովուրդ, տես իրան գալիս են ազատություն, իրան գալիս են ընտրելու, ձեզ ասում են գնացեք ընտրելու, նախ սատանան առաջարկում է սատանական սիստեմ, այս մոլորակը որտեղ որ մենք գտնվում ենք, ինքը առաջարկում է վատին եւ վատագույնին։ Այլ չեմ ասում փոշիացնող ձայները, երբ որ ձայները փոշիացնում են, դու գնում ես, ասենք, ասում ես, գիտես, ես ընտրեմ Պողոսին, մի ամիտ գնում ես ընտրում ես Պողոսին, ու տենց քեզ համոզում է, այո, Պողոսին, հետո Պողոսը չի ընտրվում, ինքը քիչ ձայները հավաքում ու այն ասենք Պետրոսին, որ դու պիտի ձայն չէիր ուզում տայր, որտեղ ինքը նեռն էր խոսքի օրինակ, ասում էր ես ոչ մի կերպ Պետրոսին չեմ տա, բայց Պողոսին եմ տալու։ Պողոսը այդ ձայները տալիս է հետո Պետրոսին, որտեղ ինքը չի ասում այդ քիչ ձայներ, այնպիսի օրենք են հանել, տես ինչ պոռնկություն է։ Այնպիսի օրենք են հանել, որ այդ ձայները ոչ թե կորում է, всё, դու ընտրեցիր, այսքան ձայնը դուրս եկա, վերջ, այսքան մաքուր ընտրություն լինի, չէ, այս ձայները տալիս են։ Սա սատանայական պոռնիկ մի ծրագիր է, որ ժողովուրդը չի ասում, որ այդպիսի բան չպիտի լինի, դե ժողովրդին ասել են, օրենքը սենց է, հիմարացնում են, սենց է, ու ժողովուրդը չի ասում, չէ։ Ինքը այդպես գնում այդ օրենքին ենթարկվելով գնում ընտրության։ Բա դու մի հատ դու չես կանգնում, ասես ժողովուրդը, ասես գիտես ինչ, այդպես չի պետք լինի։ Ես ընտրում եմ Պողոսին, ես չեմ ուզում այդ Պողոսի ձայնը գնա Պետրոսին։ Փաստորեն ստացվում է, որ դու Պողոսին ընտրելով քո ձայնը տալիս ես նեռին։ Միամտորեն գնում ես ընտրում ես Պողոսին, բացվում է որ քո ձայնը տվել ես նեռին։ Պետրոսին, ոչ թե Պողոսին։ Այսինքն սա է սատանայական սիստեմն է եւ մենք շատ լավ գիտենք ընտրություններ որպես այդպեսին գոյություն չունեն։ Այդ երազս որ տեսա, իհարկե ես տեսնելով չի որ պիտի իմանայի, ընտրություններ գոյություն չունեն, սիստեմն է այդպեսին։ Սատանաս մա գնացեք ուրախացեք, այ հարիվներ, գնացեք, քեզ դες թվում է դու եկեք ընտրելու։ Գնացեք, ես ընդ արդեն ընտրել եմ, արդեն ինչ որ կա, արված է եւ այլն, այսինքն եթե ներսից չմիջամտեն, ինչ որ բաներ չլինի, գործողություններ, մնազուտ ժողովրդի ընտրության հետ չի լինի։ Հիմա տեսեք, դու գնում եք, ես էլ եմ ասել, ստորագրեցինք, օքեյ, մատնահետքը թողեցինք, չէ, գնացինք, սիչկեն գրեցինք, ընտրեցինք, հետո այդ բոլորը հավաքվում է, լույսերը անջատում են,
գալիս են այն շկաֆեր, գարդրոբ, գալիս են այդ կարմիր գլխարկները, սենց այս չափերի մեջ, գալիս են ու լույսը անջատում են, այդ արկղերը տանեն, ով պետք է խոսա։ Այդ արկղերը տանեն, բերում են արդեն հպարտի անվան դիմաց, պիտի չկա դրված, այդ քարտերը բերում են լցնում են այդտեղ։ Ասում են, այ այսքան մարդ քվեարկել է, այսքան մարդ մատնա հետ կթողել է, օքեյ է, թողել է։ Այս էլ այդքան մարդու դիմաց, ուրեմն մենք դնում ենք այդ ամենը, ինքը որտես թրև է գալիս փողոցներով։ Ինքը արդեն գիտի, որ ասենք այս շրջանը Երևանում իր դեմ են շատ, այնտեղ իր դեմ այդքան բացասական չէր, ինքը արդեն գիտի, որ այստեղ է պետք աշխատել, այստեղի լույսերն է պետք անջատել, ու այստեղ լցոնումներ անել, հետո այնտեղ կանջատեք, լցոնումներ կանեք, Եվրոպան կծափարի, կասի բրավո, շատ լավ է, դեմոկրատիա։ Այդպես աղաղակելով սպիտակ դրոշով կվազեն իրաց դեմոկրատիան եւ կասեն ամեն ինչ շատ լավ էր։ Մենք ընդունում ենք ոչ մի խախտում չի եղել, շատ մի քանի այդպես խախտումներ են, դա նորմալ է։ Հիմա ով կարող ասի, որ ինձ հիմա բացատրեք, եթե այս իր հպարտի համար չկան ոչ մի կարմիր գծեր, այդ ժամանակ ով է իր ձեռքը բռնելու, կարեք ինձ ասեք, կա անենց մի խումբ, որ այդ ժամանակ երբ որ կանջատեն, այդ ժամանակ որ մի 20-30 հոգի կարմիր գլխարկներ բերի լցնի, ինչ եք անելու դուք դրանց դեմը։ Հետո կհելնեք աղաղակեք եւ այլն, ինչ ուզում եք արեք, անդե թիվը կգրեն ցույց կտանք, ասեն, «Օ, շնորհավորում ենք, Փաշինյանն անցել է կեցե խաղաղությունը», հա, այդքան որ խապեց մարդկանց, հիմա իրանք այսօր հավատում են խաղաղությանը։ Ինչքան չգիտեմ, էլ ինչ պետք է լինես, որ չես ասում, լավ, ախր այս մարդը խապել է 1, 2, 3 անդադ խապավ, ո՞ց կարող է չխապի։ Եվ մենք խաֆում ենք, այս հիմա դա ասեմ, մենք խաֆում ենք, որտեղ մենք խոյ ենք։ Խոյը դա աստրոլոգիայում մինչև 7 տարեկան երեխան է, մինչև 7 տարեկան, այսինքն երևի մենք 1-2 հազիվ ենք ձգում, կամ էլ 6 ամսական ենք, 7-ը չենք էլ հասնում, և երեխային դու անընդհատ կարող ես խապել, անընդհատ, այստեղ կարող ես խապել, հետո իրեն ասես չէ գիտես, դա տենց չէր, սա այսպես է, ինքը կասի հա, կանֆետը կտա, կասի խոնարհվում եմ, հպարտանում եմ, երեխենք ուրախանա, ծափ կտա, կանֆետներ մի հատ, ասենք չուպաչուսը կտա, կասեն դե գնա։ Ուրախացի։ Ամեն ինչ լավ է։ Հետո երեխան նորից կծեծեն ինչ-որ բաներ եւ այլն, նորից երեխան կնացի։ Նորից կանֆետը կտա։ Նորից երեխան համար ամեն ինչ լավ է։ Այ մոտավորապես ես անկեղծ եմ ասում, աստրոլոգիայում դա այդպես է, խոյը մինչև 7 տարեկանն է եւ անընդհատ կարելի է խաբել միամտորեն, այսինքն հայը այն մաքուր միամիտ, որ կարող է նվիրվել ջիգարով, չէ, երեխեն անմեղություն, չգիտես, ամեն ինչ տիեզերք է, ու հանկարծ այդպես, ինքը չունի հիշողություն, ինքը կյանք չի ապրել, ինքը երեխա է, ինքը կյանքի փորձ չունի, ոչ մի բան շատ հեշտությամբ կարելի է խաբել, հասկանում եք, տեսեք աստրոլոգիայում, երբ դու գիտես, որ դու այդ տեսակն ես, արդեն անընդհատ դու պիտի վերլուծես, հասկանաս ինչ են, սենց ասում, չէ, մեզ խաբում են, գիտեք, դրսից ուսումնասիրում են ժողովրդին, ես որ սա գիտեմ, իմ նման ինձանից լավ աստրոլոգներ դրսում կլինի միանշանակ, այդ մասնագետները ինձանից ուրիշ բնագավառներում, ասենք հարող, ինձանից 1000 անգամ շատ ավելի գիտելիք ունեցող, ունենց բաներ կա, որ մենք ընդհանրապես գաղափարել չունենք, այնպիսի բաներ արվում, հա, ինչևէ, դրսում կա եւ իրանք շատ լավ ուսումնասիրում են, իրանք գիտեն, որ այս երեխային ման ես անընդհատ կարելի է խաբել, ոչինչ, խաբի, նորից կապտակես, հետո նորից կխաբես կանֆետով, նորից կապտակես, նորից կխաբես ու տենց շարունակ, որովհետեւ մենք անցանք, երի թուրքերը մեզ ցեղասպանեցին, մենք այսօր նորից մեզ ղեկավար ԼՏՊ-կինը ջհուդ էր, չէ, Էսթերը, տեսակ ինչ, սպիտակ ցեղասպանություն եղավ, հիմա ջհուդ, այսինքն մենք երեխա ենք, մենք չենք հիշում, որ մեզ ախր թուրքերը ցեղասպանել են, մենք նորից թուրքերի ձեռքի տակ ապրում ենք, ու այսօր հələ հակը իր թեկնածուն է դնում, առանց ամոթի զգացումի, դրանք ամոթ չունեն սատանիստները, ամոթ չունեն, ամենավտանգավոր, ես ասել եմ, քանի նորից եմ ասում, քանի ԼՏՊ-ն ողջ է, լավ բան չսպասեք, դևեր եկան, ընտրեցին, գնացին, դիվային, շատ մեծ դիվային ուժերի ձեռքում ենք մենք գտնվում, դա իմ երազներ,
Ոնց որ երազած տեսա, հիշում եք, որ 20 թե 21 թվականը որ պատմեցի, որ մեր Աստվածնիչով տենց մի քանիսը ամբողջացան մի տենց ատլետիկ գեղեցիկ տղամարդեր, հա, Աստվածու ինքը վազելով գնաց դեպի Ադրբեջանի, ես ասի ջհուդների երկիր, հենց այսպես էլ ասել եմ, գնաց այնտեղ, որտեղ վնասը հարված այնտեղից է գալիս, պատերազմ եղավ, որ օգնեցին ջհուդները զենքով ամեն ինչով, իրենց գաղութն է Ադրբեջանը, Իսրայելի օգնեց իրենց ստեղծած գաղութն է, եւ հիմա մենք տեսնում ենք Իսրայելը ոնց է ցեղասպանում մարդկանց։ Եվ հիմա Իրանն է ուզում այդ վիճակին հասցնի, այդ տականքները, դրանք սատանայի ցեղն են։ Սիոնիստները են ծնվում են ջհուդներից, չէ՞։ Այնտեղ 1-2 է շատ քիչ մարդիկ, որ լավն են։ Կա քաղաքական գործիչ, որ լսում եմ ջհուդա։ Լավն է, ինքը խելացի բաներ ասում, շատ բաներ իմ ու իր մոտ համընկնում են մտածողության հարցում, բայց ինքը իր մասնագիտության մեջ բավականին լավն է։ Ինչևէ, քաղաքական վերլուծաբան։ Միգուցե մի քանիսը կլինեն։ Ես չեմ ուզում որ բոլորը ասեն, չեմ ուզում այդպես ասել բոլորը վատ, շատ մատերի վրա հաշված, որովհետև ամեն դեպքում դրանց արյունը կեղտոտված է, դրանց ցեղը կեղտոտված է, դրանք սատանայի ցեղն են։ Ու քանի ջհուդ այս մոլորակի վրա կա, այս մոլորակը հանգիստ չի կարող լինել, երջանիկ չի կարող լինել, այստեղ սեր, խաղաղություն չի կարող լինել, որտեղ ջհուդը թույլ չի տալիս։ Տեսնում եք բոլոր այլասեռությունների ետևում պարզվում է որ ջհուդն է։ Բոլոր պատերազմների, այլասեռությունների, ցեղասպանությունների, մարդակերության, մանկապղծության այդ ամեն ինչի ետևում կանգնած է ջհուդը։ Բա Այդ այնց մենք երեխա ենք եւ մեզ այդպես հեշտ է խաբել, իրանք դա արդեն գիտեն ու անընդհատ խաբում են, անընդհատ դուք դասեր չեք քաղում, չեք կարողանում, որտեղ չունեք, կյանք չեք ապրել, այսինքն անընդհատ այդ եթե մեկ այլ նշան լինեիք, ասենք ձուկ լինեիք, հա, խոսքերով ձուկը շատ ավելի, գիտեք ինչ է, ձուկը այդ բոլորի հասկանում ենք վերջին նշանն է, ինքը շատ խորիմաստ, ինքը ինչ են լինում հոգեբաններ, ասենք փիլիսոփա, օրինակ Հովհաննես Թումանյանը, չէ՞, մեր ինքը ձուկ էր եւ այն հեքիաթները, այն խորիմաստ հեքիաթները, որ ինքը ներկայացրել է, իր ստեղծագործությունները հանճարեղ են, հանճարեղ ձուկ էր։ Եվ գիտեք ինչ, այ հիմա ես ուզում եմ մի օրինակ բերել իր հեքիաթներից, հիշում եք, որ թագավորը ասում է, ով այնպիսի սուտ կասի, որ ես կհավատամ, ես իմ թագավորության կեսը կտամ իրեն, եւ գալիս է ինչ-որ մեկը եւ ասում, որ դու ինձ խոստացել էիր քո թագավորության կեսը, դե հիմա թագավոր չի կասի, չէ, սուտ ես ասում, ես քեզ այդպես բան չեմ խոստացել, չէ, իսկ եթե ասի, հա, օքեյ, հավատում եմ, քո սուտը, որ մեկ ասի, դե դուր։ Ինչևէ, այդպես թագավորը թակարդն անկնում եւ իր թագավորության կեսը տալիս է։ Այդ հեքիաթը, որ մենք կարդում ենք, ընդհանրապես դա մեկնաբանում էր, որ ինչ սրամի տղա է, շատ խորամանկ, տեսնում եք, եկավ ու այդպես թագավորության տեր դարձավ, բայց այստեղ թաքնված է մեկ այլ բան, այստեղ Թումանյանը մեկ այլ բան է ցույց տվել։ Ես որպես եւս ձուկ, ձկան ներկայացուցիչ Թումանյանը եւս ձուկ, ձկները շատ ավելի խորն են մտածում։ Եվ այստեղ բանարանումն է, որ Թումանյանը ուզում էր ցույց տալ, որ թագավորներ, հարուստ մարդիկ այդ բոլորը ստախոսներ են։ Տեսնում եք, առաջ հակաշով կարա ամենասուտ, այսքան այն մարդը, որ կարողանա սուտ ասի, որ բոլորը հավատան, թագավորը նույնիսկ հավատա, որտեղ թագավորը ղեկավարում է ժողովրդին, չէ, այսինքն ստացվում է նաև ժողովրդին խաբելը։ Նա ով կկարողանա հմտորեն ժողովրդին խաբել, նա էլ իշխանության եւ փողի տերադառնում։ Եվ իշխանության գլուխ նաև նստած է ով նա ով կարողանում է էլի մասսաներին հմտորեն խաբել, այդ դա է ցույց տվել, ես համոզված եմ, որ շատերը գլխի չեք ընկել, թե այդ հեքիաթի իրական իմաստը որն է, շատերը գլխի չեք ընկել, եւ այ սա է թաքնված, որ նա այս երկրի տերերը, ուրեմն այդ հարստությունը, որ դիզել են այդ իշխանությունը, դրանք ամենամեծ խաբեբաներն են, այսինքն հույսեր կապել հարուստների հետ, թագավորների հետ կամ եւ այլն, այդ մարդկանց հետ չի կարելի, նրանք ամենամեծ խաբեբաներն են, բայց դուք տեսնում եք մեր Թումանյանն է, բոլորդ էլ կարդացել եք, ես կարծում եմ անցել եք, բայց շատերը չեք հասկացել ինչումն է բանը, որտեղ եթե այդ իմաստնությունը հասկանայիք, այսօր շատ բաներ արդեն ձեզ համար պարզ կներ, բայց չեք հասկանում, գիրքը չեք հասկանում եւ այլն, լիքը նրբություններ կա, որ այդպես, որովհետեւ ինչի համար եմ ասում,
դուք նստել եք եւ լսել եք եւ առայսօր լսում եք գուշակ սատանիստներին, սխալ մեկնաբանողներին, տեսեք, ես հիմա ուզում եմ դրան եւս անդրադառնամ։ Ընտրությունների ժամանակ գիտեք արդեն ձայները ոնց են փոշիացնում, չէ՞, ես դες բացատրեցի։ Մի փոքր Հայաստանը, մի փոքր քարտեզի վրա հազիվ երևացող։ Այն էլ հպարտ ավելի է փոքրացնում, որ ընդհանրապես չերևա քարտեզի վրա Հայաստան։ Հիմա տեսեք, փոքր երկիր է, բայց ինչքան 20 հատ, 10 քանի հատ կուսակցություններ են մասնակցում ընտրություններին։ Դա պետք է չթույլատրվեր, բայց քան որ սատանայի համակարգն է, դիտմամբ իրանք այդ օրենքը մցրել են։ Դիտմամբ այդ ձայները տալիս են նրան, ով որ կկեղծի ում ձեռքը իշխանությունն է, որ կարողանա ինքը իր իշխանությունը պահել։ Ինչ պոռնկություն։ Սա օրենքն է, ժողովուրդը այս օրենքի դեմ չի պայքար, չի ասում մի հատ նախել այդ օրենքը փոխի, հետո նոր ես կգամ ընտրության։ Քաղաքականությամբ չեն զբաղվում իրանք, հա։ Մարդիկ քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց գնում են ընտրության, հավաքների եւ այլն, բայց են քաղաքականությամբ չեն զբաղվում։ Մի խոսքով, այսպես տգետացել են դրամը, այս վիճակն է։ Եվ այդ ձևով արդեն գիտեք, ձայները ոնց են փոշիացնում, մտնում են այդ կուսակցությունները, որպեսզի հետո իրանք ֆինանսավորվում են, ասենք, այս ժեխի կողմից, թուրքի կողմից, ջուդա թուրքի կողմից, հոգեխանգված գժի կողմից, եւ հետո այդ ձայները կհավաքեն կտան իրան, որպեսզի ուրեմն ինչքան էլ տան, էլի բավականին բան է։ Հասկացաք, մարդիկ մի ամտորեն կգնան կընտրենք, ասեն, վայ, ես ընտրեմ իրան, ես չեմ ուզում ժեխին ընտրեմ, ես թուրքին չեմ ուզում ընտրեմ ու կորցնեմ իմ հայրենիքը, գնում ընտրում նրան, նայել միամիտ, նայել գնտանում է ձայնը տալիս է թուրքին։ Այսպես փոշիացումը եւ նման փոշիացումը կան նաեւ հարգելիներս մեր կյանքում, տեսեք դա ոնց է լինում։ Բացվում են TV-ներ, ասենք կա մասնագետ, խոսքի օրինակ, par exemple, Հակոբյան Աննան, աստրոլոգ, հա, միակ պրոֆեսիոնալ աստղաբանը Հայաստանում, աստրոլոգը Հայաստանում։ Եթե որևիցե մեկը կհամարձակվի, կասի դա տենց չի, թող գա կանգնի դեմս։ Փաստն եմ ասում, մեկը համարձակվեք, թափթփուկ բոշեք, կարաք խոսակ, եկեք կանգնեք դեմս։ Միակ պրոֆեսիոնալ աստղաբանը։ Հիմա տեսեք, ինչ են անում, գոմերը ստեղծված են, այդ գոմերում հավաքվում են ավանակները եւ փոշիացնում են Հակոբյան Աննայի ձայնը, բայց դե ոչ ընտրությունների տիպի, այլ կերպ են փոշիացնում։ Այսինքն մարդկանց շեղում են թուղթուգիր անելով, թալիսմաններ ծախելով, լոտո ֆրցնելով, զարդեր ծախելով, չգիտես ինչ այլանդակություններ անելով, այդտենց մարդկանց շեղում են, ու այդ մարդը հասկանա թե դա աստրոլոգիան է, ու ինքը արդեն Հակոբյան Աննայի ձայները փոշիացնում է, այդ մարդը չի կարողանում հասկանալ, չի հասնում Աննային, որ ինքը հասկանա, թե որն է իրական աստրոլոգիան, հասկանում եք։ Այդ մարդիկ գոմերում որ հավաքվում են, այն մի գոմից գնում է ավանակը այն մյուս գոմը, այն մյուս գոմից մյուս ավանակը գնում է այն մյուս գոմը, դες գոմերը ցածկոտելով գնում են ավանակները, հատուկ իշխանության կողմից ստեղծված գոմեր են։ Մարդիկ էլ միամտորեն հավատում են, թե այդ մարդը լավ մարդ է, ասենք շլապայով լրագրողը կամ գլխաշորով շլապայով լրագրողը։ Վայ, ինչի է սա շլապայով լրագրող, ինչ է այս սրան կանչել, ինչ է այս ավանակին կանչել, ինքն էլ ավանակ։ Եթե ինքը ավանակ չլինի, ավանակի հետ կնստի խոսա, առյուծը կարող է նստի ավանակի հետ խոսա, չէ, կսատկացնի, չէ։ Առյուծը առյուծի հետ է նստում խոսում, առյուծների հետ է նստում խոսում, վագրերի հետ է նստում խոսում։ Այսինքն ասածս այն է, որ խելացի մարդը խելացի մարդու է հրավիրում, ավանակի չի հրավիրում, բայց չգիտես մարդիկ այնքան անգետ են, չեն ասում, որ լավ, ուրեմն սա էլ է ավանակ, որ նման ավանակի հրավիրում է, մի անգամ խաբեց, երկրորդ անգամ, երրորդ անգամ, ինչքան կարելի է ասենց ավանակների։ Ավանակներին բանանում, որ ինքը իբր ավելի խելացին է, բայց մի ավանակ էլ նա է, գլխաշաբանը, շլապայով լրագրող, մի ավանակ էլ նա է։ Ու դուք ինձ հավատում եք, թե ինքը այնքան լավն է, վայ, այնքան լավն է, ինչի է այս ավանակին կանչել, որտեղ ինքն էլ է ավանակ, հարգելիներս։ Ու այդ գոմերը ստեղծվում են, որպեսզի իրենք գնան եւ փոշիացնեն ձայնը, ու մարդիկ տենց էլ չհասկանան որն է աստրոլոգիան, ընկերներ, իսկական աստրոլոգիան որն է, ով է Հայաստանում իրական աստրոլոգում կանխատեսումները գերճշգրիտ կատարվում են։ Փաստն եմ արձանագրում։ Փաստը հասկացաք, նույնը իմ անձը դնենք մի կողմ, նույնը քաղաքական գործիչ, օրինակ ես շատ ինձ դուր է գալիս Արտուր Խաչիկյանը, շատ չափազանց գրագետ, կիրթ, չգիտեմ, ես իրեն էլ գրել էի, որ մեկնաբանություններում չի կարողացա չդիմացա ու գրեցի, որ ես ձեզ եմ տեսնում միայն երկրի ղեկավար, ասենք, բայց այդ հնարավորությունը չկա, ես չեմ կարող ասեմ, գիտեք, ես ուզում եմ Արտուր Խաչիկյանին ընտրեմ, ինձ դնում են վատի ու վատագույնի միջև ընտրության,
Ես գնա կամ վատին ես ընտրելու կամ վատագույնի։ Ու որ ասում ես, գիտես, ես ոչ մեկին էլ չեմ ուզում ընտրեմ, իսեր Աստծո։ Բա որ այդ վատին ընտրեմ, հետո ինքը չանցի ձենը տա վատագույնին, նեռին, ու ստացի, որ ես գնացել եմ նեռին եմ ընտրել։ Այս հարցն էլ կա, չէ՞։ Այս օրենքի դեմ է պետք, այս օրենքները պետք է ոչնչացվեն, սրանց դեմ է պետք պայքարել, ոչ թե գլուխներ կախ գնալ ընտրության։ Ու ես ասեցի մի գնացեք ընտրության, ըստ երազից, դուք մի անկյունում այսենց ով է ձեզ հաշվի տեղ դնում։ Դուք մի օր ունեք այդքան տարիների մեջ, որ կարող եք բոյկոտել, գնալ բոլոր հավաքվել, բայց դուք չեք կարող, դա հնարավոր չի, որովհետև մենք ապրում ենք մի սիստեմի մեջ, մի ծրագրի մեջ, բոլորը մոլորակի մասին է խոսքս, ապրում ենք մի ծրագրի մեջ, որ մենք չենք կարող այլ կերպ մտածենք, մարդը չի գնա դրան, ասում է չի իրավունքն է, ես գնամ ընտրեմ, ինքը տենց ծրագրավորված է, եւ ես չեմ հիշում տենց մի դեպք, եթե դուք պատմաբան կա իմ հետևորդների մեջ, թող ասի, որ այսինքն այս դեմոկրատիայի ժամանակաշրջանում, հա, այսպես ասած, Երբ մարդը գնում ընտրության, այ մի հատ ինձ բան ասեք դեպք, երբ մարդիկ բոյկոտել են ընտրությունը, չեն գնացել ընտրության փոխարեն հավաքվել են, ասենք, ինչ-որ հրապարակում եւ ասել են, գիտեք, մենք չենք ուզում այսինչ մարդուն ընտրենք եւ այդպես չի կայացել ընտրությունը։ Ինձ այդպես դեպք ասեք, ես չեմ հիշում, ըստ բանի իմ գիտելիքների, որ այս ծրագրում դա հնարավոր չի, ինչի մեջ որ մենք գտնվում ենք, մարդիկ չեն կարող ունենալ այդպիսի մտածողություն, շատ քիչ հատված կունենա, ու այդ շատ քիչ հատվածով դու ոչինչ չես կարող անել։ Ժողովուրդը այլ կերպ է ծրագրավորված, ինքը պետք է անպայման գնա, չարը արդեն դրել այդ ծրագրին, ու դու ենթարկվում ես այդ ծրագրին, ու դու անպայման գնում ես ընտրության։ Իսկ եթե գնում եք ընտրության, գոնե այդ օրենքները պետք է քաշեք առաջ, իսկ ճիշտը ոչ թե ընտրության գնալն, այլ բոյկոտել ընտրությունները։ Բայց այնքան եք դեգրադացվել, այն 10%-ը տանջվում տառապում է, ես տեսնում եմ մարդիկ ոնց են տանջվում տառապում, ինչ հոգեվիճակի մեջ են, գժի ձեռը։ Բա, լավ, ես հələ ձայն չեմ հանում, որովհետև կա դեռևս հունիսի 7, դեռևս ընտրություններ կան, երբ որ կլինի այդ ժամանակ կխոսենք։ Ես անպայման կխոսեմ, ինչ որ պետք է կասեմ։ Ես հիմա չեմ ասում ով կընտրվի, որովհետև բոլորը տվել են, արդեն արել են եւ այլն, այդ ամեն ինչը պատրաստ են, որ պետք է հպարտը անցնի։ Ես չգիտեմ ինչ զարգացումներ կլինեն, բայց ես 21 թվականին եմ արել, տեսեք, ես ունեմ արժանապատվություն, միանշանակ եւ իմ հետևորդները եւս, ես այսքան ժամանակ երբեք չեմ խաբել, երբեք չեմ սխալվել։ Դա համար ես այսպես վստահ նայում եմ ձեր աչքերի մեջ, ոչ թե պոռնիկների նման, այնտեղ սուտ են խոսում, Ադրբեջանը հարձակվել է Իրան, մարդկանց մեջ խոճապակցում, Ադրբեջանը չի հարձակում Իրանի վրա ու չի գալիս ասի ներողություն, ես սխալվել եմ, չկա այսպիսի բան։ Ես 21 թվականին եմ ասել, որ պետք է չլինի հպարտը։ Իդեպ դա հիմա ես էլ իմաստ չունի, որ ինչ-որ մի բան ասեմ, որքան էլ որ ամեն ինչ ցույց է տալիս, որ ինքը անցնի, բայց ես արդեն ասել եմ 21 թվական, եթե չլինի, այդ արդեն մենք ուրիշ խոսակցություն կունենանք։ Այսքան տարի ինչ արեցին, ինչ որ մի բան փոխեցին, ինչ որ մի բան արեցին, ոչ մի բան չարեցին, չէ՞։ Մենք գլորվում ենք անդունդը։ Ոչ մի ապրանք չեն կարողանում արտահանել, հիմա գազը կթանկացնի, դե գնացեք։ Ինչ արեց բանը, ընդդիմություն չկա։ Զզվել է ինձ արդեն նույնիսկ դրա մասին խոսելը, ինչևէ, ասենք մարդիկ տեսեք չեն կարողանում լսել Արտուր Խաչիկյան ասում է ճշմարտությունը, գրագետ կրթված մարդ, էլի կան Արա Արությունյան, կարծեմ, այդ մարդը խոսում, ասում, այդ մարդուն լսող չկա, խելացի բաներ, ու նայում ես դրա ֆոնին հազարավոր, 100,000 մարդիկ նայում են գուշակներին։ Ու երբ որ դրսից վերլուծողներ նայում են, ասում են ժողովուրդը լրիվ ձեռից գնացել, այստեղ մարդ չկա։ Այստեղ գուշակները նստած չգիտես ինչ այլանդակություններ են խոսում, սրանք նստած գուշակ են լսում, այն դեպքում, երբ որ այնտեղ այդ մարդկանց խելք են սովորացնում, բացատրում են, ասում են, սա այսպես է, մարդը կարող է գիտելիք ձեռք բերի այդ մարդուն լսելով, հասկանա իրավիճակը, այդ մարդուն չեն լսում, գնում են գուշակ սատանիստերին են լսում, այս աշճան դեգրադացվել եք, դա համար մեր վիճակը է, նայում են, ասում են, ժողովուրդը աղոտ քանողներին, նումերոլոգներ, պայծառատեսներ, կարգացողներ, սուտի գուշակներ, այս ամեն ինչի նստած սրանով է զբաղված է ժողովուրդը, սրանց հարցը մեկից մեկ լուծել կլինի, սրանց եղածն ինչ է։ Հասկացաք, ու այլ քաղաքական գործիչներ մտնում են, մարդկանց ուղեղները լվանում են, ու մարդիկ չեն հասնում, ասենք, Արտուր Խաչիկյան կամ այն մյուսին, որպեսզի իրանք ուրեմն հասկանան ճշմարտությունը որտեղ է։
Հասկանում եք, ո՞րն է իրականությունը, ճշգրիտ վերլուծություն իրանք լսեն։ Մյուս քաղաքական սուտի քաղաքական գործիչները, որ նստած չգիտես ինչ են զառանցում, այդ ձայները են, այդ մարդու ձայնը, իրական ճշմարտության ձայնը իրանք փոշիացնում են։ Ու մարդը չի կարողանում գա հասնի ու հասկանա, որ սա է ճշմարտությունը, հասկանում եք, չի կարողանում հասկանալ ինքը, որտեղ իրան այդ ձայները, այդ մարդու ձայնը փոշիացնում են, այդ մի քանի գոմեր ստեղծելով եւ այդ գոմերում համապատասխան մարդկանց դնելով, որպեսզի խոսան վերելքներից։ Չէ, այդ ավանակը խոսում է վերելքներից, դատարաններում քար շեկացող պոռնիկ քաց։ Հակոբյան Անան այս 2.5 ամիսա չի մտնում եթեր, որպեսզի դուք այդ կոնտրաստը շատ լավ զգաք։ Երբ որ լսեք Հակոբյան Անան, դուք հասկանաք, թե ու դուք ում եք լսել։ Որտեղ ինձ շատ էին ասում, երբ դուք մտաք ասպարեզ 2020 թվականին, մենք արդեն հասկացանք, թե ինչ ասել աստրոլոգիա։ Այդ տարբերությունը կոնտրաստը մի անգամից զգացվեց։ Հիմա 2.5 ամիս հետո մտել եմ ու դուք կհասկանաք ինչ աստրոլոգիա, ովքեր են թափթփուկներ, որ գոմերում գնում են ավանակները։ Ու ներողություն ժողովրդին դնում են հիմարի տեղ, ավանակի տեղ, ձեռ են առնում, թքում են երեսներին կներեք, բայց հետո չեն ասում ժողովուրդ կներեք, ներողություն։ Ես ասեմ, եթե ես սխալվեմ, ես գալիս եմ, եթե հպարտ ընտրվեց, ես մտնում ասեմ ժողովուրդ կներեք, 21 թվական ասել եմ, որ ինքը պետք է չլինի, բայց ինքն է եղել, ես արել եմ բազում գեր ճշգրիտ, որ կարող Ռուսաստանով կամ Եվրոպայում նման ճշգրիտ կանխատեսում չեն արել, չկասկածեք միանշանակ, չկարծեք, որ Աննան Հայաստանում է, որ Հայաստանին այդ ճկլասի աստրոլոգա ձեր մտքով նման բան չանցնի։ Աննան դրսում ավարտել ու իր մակարդակը շատ լավ գիտի, Աննան ով է, այդտեղ Աննային չեն գնահատում։ Հասկացաք, Աննան ունի արժանապատվություն եւ հարգում է իր հետևորդներին, երբեք իր հետևորդների երեսին չի տկի Հակոբյան Աննան, որտեղ միշտ ճիշտն եմ ասել, մարդիկ ինձ վստահում են։ Ու եթե հանկարծ ես սխալվեմ, ես կասեմ կներեք, իմ սիրելի հետևորդներ, ես այս հարցում այսպես վրիպեցի, ներող կանեք։ Всё, ես դրանից ինձ ավելի լավ կզգամ, ավելի վեհություն կզգամ, ավելի ես կբարձրանամ իմ աչքում, ավելի ես ինձ կհարգեմ։ Իսկ իրանք պոռնիկներ են, իրանք սկիրանց չեն հարգում, բայց որ նստեն մեծ առանքինի է մարդիկ իմ կարիք ունեն, պոռնիկի մեկը, մարդկանց է շիտեղ է զրում, հետո ասած մարդիկ իմ կարիք ունեն, ավանակ, թքում եմ վրետ, էլի գալիս ես նստում ես, ես իմ այլանդակություններ ես խոսում, անգրագետ հայվան, ավանակի մեկը։ Ու հիմա Հակոբյան Աննան չկա, որ Հակոբյան Աննայից գողանա, փոխի ու հետո այդ ամեն ինչ անի։ Ես իդեպ 21 թվականը որ ասեցի 3 ուժեր են մտնելու, 3 ուժեր չէ, ես ասեցի հին հներից են լինելու, այսինքն նոր ուժ չի մտնելու, նոր ուժ չի մտնելու ազգային ժողով, հներից են լինելու, նորից ով էր Սերժը եւ Քոչարյանը։ Եվ քանի որ իրանք մեծամասնություն էին կազմում հպարտը եւ 3-ից պակաս չէր կարող լինել, որտեղ մինիմումը 3 ուրեմն ուժ կազմակերպություն կուսակցություն պիտի լինի, 3 կուսակցություն, պակաս չի կարող լինել օրենքն այդպես։ Ուրեմն հներիցելով էր Քոչարյան եւ Սերժ, չէ, եւ հպարտը։ Ինչ արեց պոռնիկը, երբ որ ես դա արեցի, հոգեխանգարված գիժ դիվահար պոռնիկ դատարաններում քարշեկացող ավանակ։ Կարամ չէ, ասեմ, թքեմ երեսիդ կարամ չէ, այս սենց վերևից որովհետև այդ իրավունք ունեմ, որովհետև դու խաբել ես մարդկանց բազում անգամներ ես խաբել ու ներողություն չես խնդրել պոռնիկ քաց։ Ինչևէ, սա կանգնեց ինչ ասեց, որ բանը 3 կուսակցություն է լինել, այսինքն երկուսը կանցնել 3 կուսակցություն, որովհետև ես ասել եմ, որ հներից պետք է ասեն, հներից էլ Սերժն ու Քոչարյանն էր, ստացվում էր 3 սենց տենած 3-ից պակաս չէր լինի։ Այսինքն ինքը գողացավ ու քանի որ պոռնիկ աֆերիստ է, ինքը կարողացավ այս ձևով ներկայացնել, մարդիկ գլխի չընկնեն, որ ինքը Հակոբյան Աննայից է գողանում, որ Հակոբյան Աննան այդ կանխատեսումը արել է, ինքը արել է Հակոբյան Աննայից հետո։ Ու Հակոբյան Աննան որ անդադ վերլուծում, պոռնիկաբար վերցնում ասում, ես 3 հարտեզից եմ օգտվում, ես ինչ ասում, այդ ես եմ անում, ես գիտեմ, պոռնիկ քաց։ Բա հիմա ես դամա ձեր չեմ անում, 2.5 ամիսա ես ոչ մի բան չեմ ասում։ Որտեւ ես արդեն ասել եմ ու արդեն կատարվել է։ Ես ասի ես չեմ զգում, գիտեք ինչ, բացի աստրոլոգիայից դու պետք է ունենաս այդ զգացողություն, էներգիաները զգաս։ Ես ասեցի ես ինչ որ ծանր բան էներգիաներ չեմ զգում։ Այս առաջին ռաունդից, եթե արդեն կտան ընդմիջում, հետո նորից դա կզարգանա, դա արդեն ուրիշ խոսակցություն է։ Ես կամ կանդրադառնամ կամ չեմ անդրադառնա, բայց այն ինչ որ ես ասել եմ, եղել է գեր ճշգրիտ, որտեղ բացի աստրոլոգիայից ես զգում եմ էներգիաները կան, այսինքն ոչնչացնող ծանր էներգիաներ կան, թե չկան, ես չի զգում այդ էներգիաները։ Ես ասում եմ, չէ, չկա այդ էներգիան, Facebook-ում գրել եմ։ Ինձ էլ հարցնում են ինչ անենք, ոնց անենք, եք գնում անասունների լսում, մի հատ գալիս ինձ հարց եք տալիս։ Իմ էջից դուրս եկեք, նրանք ովքեր լսում են ավանակներին, բոշկին, իմ էջից դուրս գան։
Սա էլ էսպես եւ միգուցե ես կանջատեմ եւ եթե կիսեմ վիդեոն եւ հաջորդ ասեմ, որ ես հրաժարվում եմ ուրեմն այդ անվանումից աստրոլոգ աստղաբան, աստրոլոգ, որովհետև ես չեմ կարող հանդուրժել այլևս ուղղակի հոգեբաներ, ես չեմ կարող դա տանել, որ ինչ որ մի ավանակը հանդես գա աստղաբան, հոգեբան, աստղաբան, հոգեբան, ձկները կգնան հոգեբուժարան, գիժանտեր, այդ հոգեխանգարված գիժն է ասում դիվահար, պոռնիկն է ասում ավանակը, ինքն էլ հետո իրան համարում է բան, հոգեբան, գիժա, չէ, դու նստես ու հերոստացույցով ասես ձկները կգնան հոգեբուժարան, ազգուտակդ հոգեբուժարան ձեր տունը, էլ գնում են հոգեբուժարան ձկները ինչ անեն, հենա հոգեբուժարան մեզ էլի գիժ, ինչև է, ես քեզ ասել եմ, չէ, ոնց որ գարշելի առաջ դրվեց, ոնց որ քո առաջն է դրվելու որցը, այդ չկասկածես Հակոբյան Աննայի կանխատեսումների վրա, չկասկածես, դա լինելու է, ժամանակը գա կլինի, հիմա տեսեք, ուրեմն ես քանի որ չեմ կարող հանդուրժել, հիմա արդեն դուք իմ ամբողջ սկզբից մինչև վերջ հաղորդման, ես որոշեցի, որ այդտեղ մնա։ Ես փոխում եմ իմ աստրոլոգ անվանումը, դա երևի թե աշխարհում դեռևս այդպիսի փոփոխություն չի եղել, Հակոբյան Աննան կլինի առաջինը։ Անկախ ամեն ինչից, եկեք տենց բան չնայենք, եկեք չմոռանանք, որ հայերը առաջներում գնացել են, այդպես աշխարհում եք կրթել են շատերին, Թուրքիայինի Այբուբենը հայն է ստեղծել ու ինչքան գյուտեր է ստեղծել, հենց որ չփորձեք ինչ որ կամայրանքով նայել այդ ամենը, կամ դա ձեր պրոբլեմն է, ես չեմ կարող ասացի եւ թույլ տամ, որ ինձ աստղաբան, աստրոլոգ անվանեն եւ ինչ որ են ավանակներին անվանեն, ես դա չեմ կարող հանդուրժեմ եւ դրա համար ես փոխեցի իմ ուրեմն իմ անվանումը, ես ձեզ որոշակի ինֆորմացիա կտամ, ուրեմն տեսեք առաջներում, երբ որ աստղաբանություն, աստղագիտություն, հետո է առանձնացել աստղաբանություն առանձին, աստղագիտություն առանձին, աստղ բառը հնում, այն ինչ որ տեսել են երկնքում փայլումը, լուսինը, արևը, իրանք առաջներում համարվել են աստղեր, այսինքն դու անձեն աչքով կարող ես արևը եւ լուսինը տեսնել, աստղերը տեսնել, բայց ասենք շատ մոլորակներ դու անձեն աչքով չես կարող տեսնել։ Հիմա տեսեք, այսինքն այն ինչ որ իրենք տեսել են, լիալուսին ա եղել, նորալուսին ա եղել, աստղեր են տեսել, ընկնող եւ այլն եւ այլն։ Այսպիսի իրադարձություններ իրենք տեսել են, բոլորին իրանք անվանել են աստղեր, որովհետեւ այն ժամանակ մոլորակ բառը գոյություն չի ունեցել եւ անվանել են աստղեր, ու այդ գիտությունը ինքնաբերաբար արդեն անվանվել է աստղաբանություն։ Ու դա փոփոխության չի ենթարկվել, ինքը տենց եկել է, արդեն ոնց որ ինքնահոսի ինքը այդպես գնացել է, բայց հետագայում առաջացել է մոլորակ բառը, բայց ոչ մեկ դա չի ուրեմն ներմուծել, ոնց է առաջացել մոլորակ բառը, դա ուրեմն պլանետ բառն է, պլանետ, որը նշանակում է թափառող, մոլորված, հա, տեսեք ես մի անգամ ասեցի, չէ, որ չի կարելի բառը հենց նույնությամբ վերցնել ու թարգմանել, իր իմաստը պետք է թարգմանես, որպես թարգմանի չեմ ասում պրոֆեսիոնալ, ուղղակի խոսացող չեմ, եւ պրոֆեսիոնալ աստղաբան եւ պրոֆեսիոնալ լեզվաբան։ Հիմա տեսեք, դու չես կարող թարգմանել, ես անձամբ չեմ ավանակա քառակուսի է անում, ոչխարանասունը, նա գիտելիք չունի, էշեշի ինչ բան անում, իբր ուզում է տարբերվի, տենց ինչ որ հիմար բաներ է խոսում, մարդիկ էլ լսում են այդ վերցնում են այդ սխալը։ Դուք սխալ մարդկանց մասնագետ չասեմ, սխալ թափթփուկներին, որ լսում եք բոշեկին, այդ բառապաշարը վերցնում եք, եթե ինչ որ մեկը ինձ մոտ գալիս է ու օգտագործում է այդ սխալ բառապաշարը, ես ասում եմ հաջողություն ստեղծություն ձեզ։ Դու ուրեմն իրան ես լսում, որ քո մեջ տես նստված կա տվես սխալ, դու իմ հետ անելիք չունես, գնա իրա մոտ։ Ով որ գնում է այդ ավանակների մոտ, իմ մոտ չգա։ Ես առանց այս sense գործերի մեջ ժամանակ չունեմ։ Եվ ընդհանրապես չլսեն դուրս եկեք իմ էջից։ Ինչև է, հիմա տեսեք, թարգմանվել է պլանետ բառի իմաստը, պլանետ, որ նշանակում է թափառող, մոլորված, հա, ու իրանք թարգմանել են դա, այդ իմաստը վերցրել են մոլորված, մոլոր եւ ակը։ Ակը դա, գիտեք, ես այսպես եմ ասում։ Ակը, տեսեք, տուն տնակ, խումբ, խմբակ, հա, ինքը փոքրացնելու վերջացած, որպես ինքը փոքրացնում է փաղաքշական ավելի, հա, եւ մոլորված, մոլորակ, այսինքն փոքրիկ մոլորվածը, մոլորակի կարելի ասել, ես այդպես եմ անվանում, փոքրիկ մոլորվածը։ Ինչու ես սրան շուտ չէի անդրադառնում, ես իհարկե այդ քառակուսու թեմային անդրադարձել եմ, բայց այսպես տեսնում եք, երկրում այնքան այսենց արագ իրավիճակ է փոխվում, մեր հոգեվիճակն էլ ինչի, ու ժամանակ չի լինում նման թեմաներին անդրադառնամ, բայց երբ որ արդեն որոշեցի, որ պիտի փոխեմ, որովհետև Ուրանը
աստրոլոգիայի մոլորակը Ուրանը փոխել է իր նշանը արդեն, նորա փոխել իհարկե վերջերս եւ ինքը մտել է երկվորյակի նշան, որն է երկվորյակի մոլորակը Մերկուրին, որը միտքն է, ինքը բերում է նոր միտք, նոր գաղափար եւ ինքը հնարավորություն տվեց, ասեց Աննա, արդեն շատ ես ուշացրել, դու պիտի փոխես, չարժի որ դու աստղաբան կոչես, ոնց որ այդ աղբն է, դու փոխի, ինքը ինձ այս միտքը տվեց, ուրեմն Ուրանը Եվ ես ուրեմն կանվանեմ իմ մասնակցությունը, որ աշխարհում դա ոչ մեկ չի արել, ես կլինեմ առաջինը, ինչու ոչ։ Դա չի որ հայը չի կարող առաջինը լինի։ Ուրեմն ես կկոչվեմ պլանետոլոգ, պլանետ բառը հենց կվերցնեմ, եւ որը արդեն հետո է առաջացել պլանետոլոգ, եւ հենց լատինատառել է պլանետոլոգ, էքստրասենս եւ փսիքոլոգ այդպես կգրվի, ֆրանսիան տարբերակն եմ ընտրել, այո, լատինատար կգրվի եւ ես այլևս կոչվեմ պլանետոլոգ եւ ոչ թե աստղաբան կամ աստրոլոգ։ Ճիշտ անաստրոլոգի կպահպանվի առայժմ, բայց արդեն ես հանդես չեմ գա որպես աստղաբան, ես պլանետոլոգ եմ։ Հենց այդպես հայերի տարբերակով չէ, ուղղակի հենց պլանետոլոգ։ Բառեր կա, որ ես չեմ ուզում թարգմանեմ, եւ բառեր կա, որպես թարգմանի չեմ ասում, որ իրենք շատ ավելի տգեղ են լինում, երբ դու թարգմանում ես, իրենք հենց այդպես էլ պիտի մնան։ Որ երկրում որտեղ ասենք որ ծագել են, իրենք հենց այդպես էլ պիտի մնան, հա։ Դա ավելի ճիշտ է, ես դա ավելի ճիշտ եմ համարում։ Այնպես որ ես կկոչվեմ պլանետոլոգ, այսինքն մարդ համենայնպես որ մի քիչ ավելի գիտի, ավելի զգալիությունը շատ ավելի բարձր է եւ ավելի խորը, պրոֆեսիոնալ եւ դրան զուգահեռ, այսինքն մարդ համենայնպես որը համենայնպես ես կարող եմ այսօր ասել, որ ոչ մի սխալ, գիտեք, 7-րդ տարին արդեն 6 տարի ու կես, 7-րդ տարին է ես դեռ ոչ մի հարցում չեմ սխալվել։ Միայն հունիսի 7-ին, եթե հպարտը կընտրվի, տեսեք, ես մի այդ կախատասում արեցի ամբողջական, կեսը կատարվեց ճշգրիտ, մնացել է կեսը, եթե այդ կիսով չափ դա էլ կատարվեց, այդ ժամանակ ես կասեմ, օքեյ, սա սենց է, բոլոր դեպքերում, սա բացառիկ դեպք է աստրոլոգիայի, համաշխարհային աստրոլոգիայի պատմության մեջ բացառիկ դեպք է, երբ աստրոլոգը նոր մտնում է ասպարեզ, ոչ թե արդեն ինքը այդ ասպարեզում արդեն 10, 20, 30 տարվա մասնագետ է, նոր է մտնում եւ ոչ մի սխալ կանխատեսում չի անում։ Սա նորից եմ կրկնում համաշխարհային աստրոլոգիայի մեջ բացառիկ դեպքերից է, որտեղ կան շատ հայտնի մարդիկ, որ լիքը սխալներ են անում, որ արդեն 20-30 տարի են, որ այդ փաստը ես դրել եմ ձեր առաջ, ասել եմ, այս մարդը այսքան տարի դպրոցներ ունի, գրքեր ունի, գրած եւ այլն եղել են, բայց այստեղ եկավ այդ մարդը սխալվեց։ Հասկացաք։ Սա էլ էսպես, ես ամենայն դեպս ոչ մեկ այդ մշակույթը չկա Հայաստանում, որ ինչ որ մեկը իր սխալ ընդունի, ասի ներողություն։ Չկա այդպես բան, վերից վար, այդպես բան գոյություն չունի։ Ես այդտեղ էլ երևի թե կլինեմ առաջինը, որ սխալվեցի, ես ներողություն կխնդրեմ։ Ես ասեմ, դա մարդուն ավելի արժանապատվությունը բարձրացնում է, դու բարձրացնում ես քո դիմացինի, քո լսարանի արժանապատվությունը մարդկանց եւ դա էլ բարձրացնում է քո արժանապատվությունը, որտեղ այստեղ մարդիկ լրիվ կորցրել են իրենց արժանապատվությունը, չեն հարգում իրենց անձը, որտեղ եթե հանձնը իրենց անձը հարգեն, թույլ չեն տա, որ իրենց այդպես վերաբերվեն, իրենք թույլ չեն տա իրանք գնային անասուններին, ավանակներին, որոնք իրենց թքում են իրենց վրա իրենց խաբեություններով, այսինքն իրենք չեն կարող ճիշտ բան ասել, որտեղ չունեն այդ գիտելիքը։ Սրա մասին այնպես որ պլանետոլոգ ես կկոչվեմ եւ արդեն այդ ձևով ես ինքնաբերաբար առանձնանում եմ այդ աղբից, որովհետեւ ես այդպես իմ այդ անունով մասնագիտության անունը փոխելով ես այդպես ուրեմն առանձնանում եմ։ Սա էլ էսպես, որ դուք անակնկալի չգաք եւ դա այդպես։ Եվ ասեմ նաեւ մի բան, որ տեսեք, առաջ ասենք եղել է աստղ, հա, աստղը տարբեր լեզուներով, ասենք անգլերենում կարծեմ լատինատար անգլերենով ինքը star է կոչվում, հունարենով, ահա, star, չէ՞, Ringo Starr, այդ անունները կան, կամ հունարենով Aster, Fred Aster, շատ լավ պարող, լսած կլինեք իմանալ, եթե չէ, կարող եք նայել, մեծ հաճույք կստանաք Fred Aster եւ Stella, լատիներեն Stella, ես կարծում եմ շատերը չգիտեն, որ Stella, ովքեր հետաքրքրված են բնականաբար գիտեին, ոմանք էլ չգիտեն, որ Stella նշանակում է աստղ։ Դա էլ այդպես լատիներեն աստղ է նշանակում։ Սա էլ այսպես հիմա